Հետաքրքիր է, ով է ձեր մեջի այն միամիտը, որ հավատում է, որ Նիկոլը պարտության դեպքում խաղաղ կհանձնի իշխանությունը ու կգնա։ Բարև ձեզ։ Եկեք մի հատ հիպոթետիկ մի բան sense պատկերացնենք, որ Սամվել Կարապետյանը հաղթում է ընտրությունները։ Ձևավորում է ինչ-որ մի դաշինք ընտրություններից հետո այդ ազգային ժողովը մտնելուց հետո բերում է իր դաշտ մնացածին, sense կարողանում է, ովքեր այդ մինիմալ շերմը հաղթահարում են, մի տոկոսը $1 միլիոն, որը դրանց նպատակը դա է, մի մասի։ Կազմում է 55% sense ձայներով ու ձևավորում է իշխանություն։ Ու դուք հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո կսեղմի Սամվել Կարապետյանի ձեռքը, կշնորհավորի, կընդունի իր պարտությունը, կմաղթի պրոդուկտիվ աշխատանք, կդառնա ընդդիմություն ու կգնա գիրք գրի անձամբ Նիկոլը։ Իր թիմն է կմնա ազգային ժողովում որպես ընդդիմադիր։ Հավատում եք։ Եթե հավատում եք, դուք ամենամիամիտ բիթիներն եք մեր ազգի, բիթի միամիտներ, որ հավատում եք sense բանին։ Նիկոլը փողոցով եկել է, փողոցի ճնշմամբ էլ պետք է գնա։ Ընտրությունները պետք է լինեին այդ բանը, ես որ ասում եմ միջև էդ էլի, այդ կայծը պետք է տային, այդ ուժը պետք է լիներ, որ այդ ընտրություններից հետո ժողովրդին հաներ փողոց, որտեղ ընտրությունները հաղթել պարտադիր էր, որ ամեն ինչ օրենքով լինի էլի, բայց եկեք ու տեսեք, որ այս ոչ ոք, ոչ Սամվել Կարապետյանը եւ ոչ ոք այս ընդդիմադիր մեր դաշտում որ կա, այս գործիչներից ովքեր մասնակցում են, այս րոպեին չեն կարող փողոց գեներացնել։ Չեն կարող 100,000-ավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, Հայաստանի մեծ քաղաքների հենց փողոցները, Երևան լինի, Գյումրի, Վանաձոր, կապ չունի, Ղափան, Հոկտեմբերիա, Հրազդան, բոլոր մեծ քաղաքները հանեն ժողովրդին դուրս եւ ստիպեն իշխանություններին ընդունի պարտությունը։ Չեն կարող անել։ Ըստ այդմ էլ Նիկոլը հաղթելու է։ Դրա համար ես չեմ տեսնում ոչ ոքի ինչ որ մեկին որ աջակցեմ։ Ես ռեալ պրագմատիկ մարդ եմ։ Դրա համար իմ ալիքի անունը ստապ դատողությունը, հասկանում եք, կոմբիկեր չի խոտակերների համար, էլի որ ասեմ։ Հիմա մտածեք, տեսեք, ինչու այս հարցը երբեք չեն բարձրացնում ինչ որ փորձագետներ, ինչ որ լրագրողներ, այդ պոդքասթ վարողներ, մասնագետներ, վերլուծաբաններ, ով ասես, էլի որ տեսնում եք ինչքան են նստում, մի ժամ 20 րոպե լոլո կարդում մարդկանց գլխին։ Բայց չեն ասում են ընկեր, դուք այդ ուժը ունեք, այդ հարգանքը պատիվը ունեք, որ մարդկանց հանեք փողոց 100,000-ավոր, որ ամրագրեք ձեր հաղթանակը։ Չեն տալի այս հարցը։ Ու արդյունքում ինչ է լինելու են մնացած են մասովկեն որ կա ընտրությունների, գնալու է հետո սեղմելու է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ընդունի Նիկոլ Փաշինյանի հաղթանակը եւ լեգիտիմացնի։ Միացյալ Նահանգները դեղից մի անգամից Եվրոպա բանկը գան կասեն, այո, Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Իսկ ով է կասեն, ով է դեմ, ոնց Բելորուսը, Ռուսաստանը կասեն կծիծաղեն, ով Էրիտրեան է դեմ, դիտորդները, Հյուսիսային Կորեան է դեմ։ Այս ձևի մի հատ տեսարան կդառնա, էլի։ Հասկանում եք ժողովուրդ ջան, սա է պատճառը, որ ինձ ոմանք գրում են դու բոլորից դժգոհ ես։ Սա իրականություն է, ես ինքնախապեյությամբ չեմ զբաղվում ու երբեք չեմ էլ զբաղվել։ Նամար ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, որտեվ այս պահին, այս րոպեի դրությամբ մեր պառակտված ժողովուրդը իրար միացած չի, համախմբված չի։ Իսկ այդքան մարդու փողոց հանելուն պետք է լինի մի լիդեր, մի ուժ կամ որ համախմբի առաջինը ժողովրդին, այս արհեստականորեն պառակտված մեր ազգը, մեր հասարակությունը, որ պառակտվել է երկու բևեռի, միախ համախմբվի։ Դուք տեսեք, այս Ստահակը երբ եկավ իշխանության, եկավ համահայկական այդ ալիքի վրա։ Նրան աջակցում էին, նրան շնորհավորում էին, ողջունում էին Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, ամբողջ աշխարհի հայությունն էր աջակցում Փաշինյանին։
Ես ինքս եմ հիշում ոնց էին Մոսկվայում հենց շատերը նրա նկարով մեքենայի վրա ուրա քշում sense մոտոցիկլետներով բանով կային հենց ռուս մոտոցիկլայտ ակումբները հայերի հետ միասին դրոշներով բանով հաղթանակը նշում էին sense սա համազգային էր համաշխարհային էր հայության մոտ իսկ ինչ արեց հետո Նիկոլը դրանից հետո եկավ ազգը պառակտեց իր ստահակ վիժվածք պրոպագանդիստների միջոցով երկիրը բաժանեց ռսաստրուկների, պուտլերիստների, կագեբեշնիկների, մեկե բաների, մաքուր հայերի, որոնք գտնվում են արևմուտքում ավելի կեղծ բաներ սկսեց տարածել ու պառակտեց պետք է առաջինը տեսեք ոչ թե աթոռի կռիվ գնար հիմա այլ պետք է պառակտված հասարակությունը բուժել այլ ոչ թե ընկնել ու դեմագոգիական հեքիաթներ պատմել այ որ ես գամ եթե միայն այդ դեպքում կդուրս գա փողոց այդ քանակի մարդ ու այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է նա ֆենոմենալ մուտիլովշիկ է նա ֆենոմենալ մանիպուլյատոր է եւ շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը շատ լավ դա իր պրոֆեսիան է եղել ոնց անես պառակտի ազգը պառակտիր որ տիրես իսկ այդ սոսինձը որ կսոսնձեր ժողովրդին այդ սոսինձը չեղավ ոչ Սամվել Կարապետյանը այդ սոսինձը չեղավ ոչ Խլեշա Սպարապետը մեր ամենայն հայոց որ տենց էլ այդ բանտից դուրս չի գալիս չգիտես երևի այնտեղ լավ են կերակրում ոչ մեկ չեղավ ում հետ ես շատ մեծ հույսեր էի կապում չկա ոչ աֆրիկացին իր աֆրիկյան ակունա մատատայով ոչ են Գուրգեն Սիմոնյանեն ով էլ ուրիշ ով կա այնտեղ էլ մարդ չկա որ հիշատակ ես էլի ոչ Կարեն Արայանը իր լույսի հույսի բանակով ոչ ոք չկան հասկանում եք որ այդ սոսնձեն էս ամեն ինչը չկան որ այս արհեստականորեն այս պառակտվածությունը բուժեն դրա համար Նիկոլ Փաշինյանը հաղթելու է ինչ էլ արվի ոնց էլ լինի իսկ իրականում ասում եթե եւ ինչ որ մի ուժ գրանցի հաղթանակ նա օգտագործելու է այն Մոլդովայի սցենարը եւ մանիպուլյացիաների այդ բաների թվերի միջոցով ստեղից այնտեղ դնելով որոշ ձայներ զրոյացնելով նամանավանդ արդեն հիմքը շատ լավ տվեցին այդ Ռուսաստանից իբր 100,000-ավոր մարդկանց պետքա բերեն ընտրությունների համար տեսեք արդեն այդ թեզը տարածվեց որի համար ես ասում եմ դա սուտ է սուտ պարզապես չգիտես ինչի նստեցին այդ ձևի բաներ սկսեցին խոսել ինչքան ստեղից մարդ բերելը դա ով պետք է այդքան փողը հատկացնի որ այդ մարդը գնա իր տնից կտրվի հետո գա ստեղ ես իմ էլի մեծ գլխացավանքով անցնի միջև էլի իր թղթերը դասավորի որտեղ Ռուսաստանում միգրացիոնից բանը շատ է բարդացել ես ինքս կես ամիս կորցեցի միջև այդ մի հատ թղթի համար գնացի այդ գործերը արեցի նենց որ դա ռեալ չի դա սուտ է որ Ռուսաստանից մարդ են հավաքագրում որ բերեն ով ուզում է թող գնա Են Վարդան Ղուկասյանի համար էլ խոսք տվողներ կային, որ Ամերիկայից ընտրությունների օրը գալու են Հայաստան ընտրություն անեն։ Այնտեղից էլ են գալու։ Բայց ինչքան են գալու, դրանք եզակիներ են լինելու։ Բայց այսօր այդ հիմքը կա արդեն բարձրաձայնում են, որ ռուսական KGB-ն 100,000-ավոր մարդկանց բերելու է Հայաստան, որ նրանք ընտրություններին մասնակցեն, այ։ Սա էլ առիթ կլինի ասեն, այս ձայները կեղծ են եղել, սրանք արդեն հիմքը կա, հիմքը տվեցին հենց Տիգրան Ուլիխանյանը մեկը, էլի ովքեր ստեղ այդ ցույցերը անում կազմակերպում բարձրաձայնում են, որ մենք գալու ենք։ Տեսեք։ Չմտածված քայլեր, որ հիմք տվեցին հենց Նիկոլ Փաշինյանին, որ Մոլդովայի սցենարը գործածի։ Պարտության դեպքում, էլ երբ որ ձայները շատ եղան ընդդիմության ու վտանգ լինի իշխանազրկման։ Այ ես այս ձև եմ տեսնում ժողովուրդ ջան։ Հիմա գրեք ձեր կարծիքը, տեսնենք դուք համամիտ եք իմ հետ, թե ոչ։ Որտեվ սա է տեսնում ստաբդատողությունը ու դեռևս չկա այն ուժը, որ առաջինը կսոսնձեր կմիավորեր ժողովրդին, կհաներես պառակտվածությունը, կվերացներ ու նոր կգնար ընտրությունների։ Դրա համար ընտրությունները, տեսեք, մեր բոլորս երազանքները դատապարտված են պարտության, որտեղ դեռևս չկա այդ ուժը։ Շնորհակալություն, գրեք ձեր կարծիքը, հավատում եք թե ոչ։ Ու ինչ եք մտածում իմ ասացի մասին։
Գրանցվեք ու մի հատ լայք դրեք, ասում են տարածում է։ Այդ որ լայքերը շատ են դնում։ Շնորհակալություն։